Բարև ձեզ, հատուի բարեկամներ, այսօր մեզ մոտ հատուկ համոզյալսպես է, առաջի անգամ այսպիսի ֆորմատով, Հայաստանի ավանդական ուժերի ֆեդերացիան ձեզ բոլորին հրավիրել է մասնակցելու չինական նոր տարին և կառնապտորը նշելու կապակցությամբ և առաջի անգամ Երևանում կազմակերպվում է հայ-չինական մշակութային փառատոն ավանդական երաժշտությամբ և բաղերով։ Այդ փառատոնի մասին Պարոն Չուբանյանը շուտով կներկայացնի, ես երկու խոսքով ներկայացնեմ մեր բանախոսներին, Տիգրան Չուբանյանը Հայաստանի ավանդական ուժերի ֆեդերացիայի նախագահն է, Ռոբերտ Վարդանյանը Հայաստանի ավանդական ուժերի ֆեդերացիայի մարշչական խորհրդի նախագահ և Սանգուան առողջարանական կենտրոնի հիմնադիր և Լիդիա Կարապետյանը Հայաստանի ավանդական ուժերի ֆեդերացիայի անդամ է Սանգուան առողջական կենտրոնի հիմնադիր նստած է տեի սեղանի շուրջը և Իսաբելլա Մուրադյանը Երևանի մշակույթի և գիտության չինական կենտրոնի Պարոն Չուբանյան, երևի առաջի հարցը այսպիսին լինի, ինչպես առաջացավ ստեղծել այս փառատոնը և ինչ եք նախատեսում անել այս փառատոնի։ Պետք է ասեմ, որ փառատոնի գաղափարը ծագեց Ռոբերտ Վարդանյանի և Լիլի Կարապետյանի մոտ։ Իրանց մոտ գաղափարը առաջացավ, հետո կիսվեցին ինձ հետ և ես նաև այդ շրջանակներում դիմեցի մյուս բանախոս Իսաբելլա Մուրադյանին և արդեն պետք է փոխանակման արդյունքում գաղափարը ստացավ իր կողմում ուրվագիծը։ Նպատակը շատ պարզունակ է առաջի հայացքից, բայց մենք համարում ենք, որ ինքը կունենա լավ ազդեցություն, եթե ճիշտ մեկնաբանվի և ճիշտ մատուցվի մեր հասարակությանը և դրա համար մենք տրամադրվել ենք այս միջոցառումը դարձնել ավանդական։ Եվ այսպես նոր տարվա տոմարով, նոր տարվա արարողության հետ միասին մենք մտածեցինք նաև ներկայացնել հասարակությանը, թե ինչ ընդհանրություններ և ինչ հետաքրքիր փոխկապեր կան չին ժողովրդի և հայերի միջև մի կողմից, մյուս կողմից մենք ուզում ենք քարյուրիկներս դրա ջատագովներն են եղել արդեն 25 տարվա ընթացքում, որպես ֆեդերացիա, որպես առողջարական կենտրոն, որպես մշակույթի չինական կենտրոն, առողջ ապրելակերպի տեսակին, որովհետև ինքս ճիշտ է մասնակցության ճարտարապետ եմ, բայց զուգահեռ ամբողջ կյանքս եղել եմ նաև սպորտի մեջ, սկսել եմ ֆուտբոլով, շարունակել եմ թեթևատլետիկայով, շույով, այսինքն շարունակում եմ շույով։ Ինձ համար շատ ցավալի է, որ այսօրվա սերունդը, հատկապես երբ որ այս ուշադրություն են դարձնում մեր տղաներին, որոնք միապատված զինվորներն են, բավական փոխվել է կեցվածքը։ Ունեն լուրջ խնդիրներ ողնաշարային և հետաշարժողական համակարգերի հետ, խնդիրներ ունեն տեսողության հետ, խնդիրներ ունեն սննդի հետ, բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր ես համեմատում եմ մեր ժամանակները սովետական միության հետ, երբ որ մեր տղաները շատ գեղեցիկ էին, կանայք մի քիչ ավելի ֆորմաները մի փոքր այլ են, հիմա ավելի հակառակն է։ Մենք ունենք շատ գեղեցիկ աղջիկներ, շատ գեղեցիկ կանայք, բայց մեր տղաները չգիտես ինչի սպորտին նախընտրում են կամ ծխախոտ, կամ լավագույն դեպքում համակարգիչներ։ Եվ փոքր ժողովրդի համար, այնպիսի փոքր ինչպիսին մենք ենք, դա ազգային անվտանգության խնդիր է։ Մենք նախապատրաստել ենք միջոցառումների շատ ամբողջ փետրվար ամսվա ընթացքում, ձեր սեղաններին կան հրավիրատոմս, այս փաթեթը սա մի հրավիրատոմս է, որտեղ ամեն մի էջը իրանից ներկայացնում է մի միջոցառման հրավիրատոմս։ Միջոցառման մասին մանրամասն գրված է այստեղ, օրերը, տեղերը և այլն, այն բացառությամբ, որ ուղղակի վիրում արվել,
առաջի տոնակատարությունը մենք անում ենք փետրվարի 8-ին, նույնպես կայանալու ճարտարապետների միության շենքում։ Մենք նաև փառատոնի այս ընթացքում արշացավշտի փառատոնը այլ մշակույթի օրեր, հայ չինական մշակույթի օրեր, մենք համադրել ենք մեր մշակույթները, ցույց ենք տալու ընդհանրությունները, տարբերությունները եւ անցկացնել ենք մաստեր կլասեր մեր մասնագետների շնորհիվ, որտեղ որ այդ մաստեր կլասերը կլինեն ոչ միայն մարտավեսների շարքում, որի միջոցառումը վերջինն է փետրվարի 25-ին, այլ նաև մշակութային ոլորտում, որոնքի համար մենք փորձենք սովորացնել մեր ուղղներին ինչպես է ստեղծում և գծանկարվում կալիգրաֆի հասկացումը, այսինքն չինական տառերի գեղագրությունը, նաև հայկական տառատեսակների գեղագրությունը կսովորեցնենք և հետո այդ մակրագծված արդեն իրենց վերջնական ճաշակով և նկարված այդ գեղագրական տառատեսակը կստանան նվեր։ Մենք ընտրել ենք որպես ունկնդիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հրավիրում ենք ձեզ բոլորիդ մասնակցելու, եթե ցանկություն ունենաք նաև լուսաբանելու ավելի լավ, որովհետև իրականում այդ լուսաբանումը մեզ անձամբ այդպես հարկավոր չի կազմակերպիչներին, սա հարկավոր է հենց նրա համար, որպեսզի մենք ցույց տանք, որ այնուամենայնիվ առողջ ապրելակերպ ունենալը և սեփական ակունքներին ծանոթանալը, ծանոթանալ սեփական հնություններին, մեր պատմական արժեքներին, շատ ավելի հետաքրքիր իրականից ծխել ծխախոտ կամ համակարգչում զբաղվել ինչ-որ անհասկանալի գործերով։ Ուզում եմ ասեմ, որ ավելի մանրամասն սրա մասին խոսա Իզաբելան, բայց հանրականությունում ասեմ, որ իրականում և հայերը և չինացիները շատ հին ժողովուրդներ են և ունեն շատ հին արժեքներ, որոնք շատ նման են իրար։ Անգամ մեր ռազմական պարերի մեջ մենք ունենք պարեր, որոնք բավական իրար նման են։ Մենք ունենք հնչյուններ, մեր ձյուցին հնչյունների երկավեստի, ժողովրդական երկավեստի մեջ կան բավական լուրջ ընդհանրություններ։ Մենք ունենք մեր մշակույթների փոխազդեցության ուրեմն տարրեր մեր պատմության ընթացքում, որի հետևանքն է մետաքսի ճանապարհի ստեղծումը, որի հիմնադիր ստեղծողները բոլորը գիտեք, եւ դա նույն չի, որ մենք ենք դրա մասին ասում, դրա մասին ասում է ամբողջ աշխարհը, ամբողջ գիտական աշխարհը, դրա հիմնադիրներն են հայ առևտրականները, եւ դրա պատճառով հեռավոր Չինաստանում ստեղծել են հայկական գաղթօջախներ, որոնք որոշակի ձևով կարողացել են պահպանել իրենց մշակույթը նաև այդ երկրում։ Եվ մշակույթի տարրերը բերել Հայաստան, դեռևս բավական հին ժամանակաշրջաններում։ Բացի դրանից մենք նաև ներկայացնում ենք և մաստեր կլասի տարբերակով ցուցադրելու ենք և սովորեցնելու ենք ձեզ տարբեր տեսակի առողջարարական տեխնիկաներ, ինքնապաշտպանական հնարքներ, ընդ որում մենք ունենք շատ հետաքրքիր մի բույր ինքնապաշտպանության կանանց համար, որոնք իրանք իրապետելով այդ հնարքներին կարող շատ ապահով լինեն, իրանց ապահով սրան, ցանկացած բանգավորի շավարում, և որ ասենք թե այս առողջարարական տեխնիկաները իրանցից ներկայացնում են լուրջ արդեն պաշտոնական բժշկության կողմից ճանաչված բժշկական լուրջ առողջարարական ուրեմն ազդեցություն ունեցող տեխնիկաներ, կհաստատվեն պրոֆեսիոնալ պաշտոնական բժշկության ներկայացուցիչներ, որից մեկը հիմա մոտեցել է, իմ լավ ընկեր Արայ Գևորգյանը, որը ժամանակին Շիրակի մարզի գլխավոր թերապևտը և հիմա պրակտիկ բժիշկ է և բավական լուրջ աշխատություններ ունի նաև չինական բժշկական գիտության ասպարեզում և ավանդական և ոչ ավանդական, այսինքն մենք փորձենք
ձեզ նաև մատուցել նաև այդ տեխնիկաները։ Ինչի համար մենք ընտրեցինք այս ռակուրսը, այս տարբերակը, հայ չինական, եթե դուք ուշադիր կտեսնեք մեր աջակիցների ցուցակում կան նաև Կարին ազգային բարի եւ երգի համույթը, Մինոսյանի ղեկավարությամբ, եւ միջոցառումների ժամանակ չինացիների հետ միասին, չինական արվեստի հետ միասին ներկայացնել են մեր արվեստը, որտեղ մենք փորձենք ձեզ ապացուցել, որ մենք ոչ պակաս հին ժողովուրդ ենք մի կողմից, չնայած դրա ապացուցելու խնդիրներ չունենք, որտեղ աշխարհը ասենք թե հաջողակ է այդ փաստերով, բայց գոնե մենք կտեսնենք, որ մենք ունեցել ենք բավական լուրջ արժեքներ մեր հին պատմության մեջ, որոնց մասին շատ քիչ են տեղյակ այսօր մեր հասարակությունը։ Ուզում ենք այս միջոցառման շրջանակում համեմատելով մեզանից ոչ պակաս հին ժողովուրդը ցուցադրել, որ մեր արժեքները, եթե այսօր չինական մշակույթը շատ հայտնի է, շատ տարածած է, որ դրանք կարողացել են աշխարհին ներկայանալ, իսկ մենք ոչ, ապա մենք փորձենք այդ բացը լրացնել, նամանավանդ, որ մեր տարածաշրջանում Չինաստանը շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում, դառնալ Հայաստանի համար գործընկեր ցանկացած ոլորտում, գիտության, մշակույթի, ռազմական եւ այլ տեսակի ոլորտներում, ապա ինչու՞ չէ հարկավոր է նաեւ մենք ինքներս առանց մեր մշակույթը զոհ տալու հավասար պայմաններով ստեղծել այդ բարեկամական հարաբերությունը։ Նամանավանդ որ հիմա գիտեք բավական լուրջ արձածվում է արդի ծավալով նորից վերակենդանացնել մետաքսի ճանապարհը եւ մենք ուզենայինք որ Հայաստանն էլ արդի մասնակցություն ունենա այդ ձևավորվող ուրեմն շղթայի մեջ իր ուրույնտեղ ունենալու համար։ Մի ավելի մանրամասն այդ համեմատությունների տարբերությունների կապված ես կուզենայի որ խոսեր Իզաբելը Մուրադյանը։ Միկրոֆոնը ցտենեն փոխանցել պիտի Մուրադյան։ Նախ ես կուզեի նշել, որ պարոն Շոբանյանը շատ ճիշտ բոլոր կետերը տեղադրեց եւ ես կփորձեմ ուղղակի արագ բարձրանել դրանց։ Նախ պատմական կապերի մասին խոսելով, մենք գրեթե չինացիների հետ նույն ժամանակ ենք սկսել երկուղին, բայց այսօր տեսեք մենք ուր ենք հասել, ուր է հասել Չինաստանը։ Ես վստահ կարող եմ ասել, որ դա նշանակում է փաստացի, որ մենք սովորելու բաներ ունենք եւ ավելի ուշադիր պետք է նայենք այն փորձը, այն գաղափարախոսությունը, որով ղեկավարվել է Չինաստանը, հասնելով այսօրվա բարձունքին։ Ասեմ ձեզ, որ հայերին չինացիները ճանաչել են շատ վաղուց մեր թվարկությունից առաջ եւ այն ինչ որ այսօր կոչվում է մետաքսի ճանապարհ իրականում եղել է ավելի լայն շրջանակների տավառաբարով, то есть փոխանակում Եվրոպայի եւ Ասիայի միջև եւ հայերի դերը այդտեղ ուղղակի անհնարին է անտեսել, բայց այսօր երբ որ մենք խոսում ենք չինական ավելի շուտ այդ մետաքսի ճանապարհի մասին, մենք պետք է հիշենք, որ այսօրվա Հայաստանը կազմում է մոտավորապես 7% իր նախկին տարածքի, то есть այն հաստատները, որոնք մենք այսօր պատմական բերում ենք, պետք է հիշենք այդ հանգամանքը։ Նշեմ, որ Հայաստանը արտահանել է ահագին բաներ Չինաստան, եթե բոլորս համարյա գիտենք, թե ինչ է Չինաստանից եկել դեպի արևմուտք, ապա նշեմ, որ Հայաստանը արտահանել է Որդան կարմիրը, որը շատ հայտնի է եղել եւ օգտագործվել է նաեւ Չինաստանում որպես մետաքսի ներկման միջոց, արտահանվել են դեղաբույսեր, բազմաթիվ, արտահանվել է ոսկի։ Այդ դրա մասին մենք ունենք նույնիսկ գրավոր ապացույցներ, որոնք թողել են մեզ եւ հայ եւ ոչ միայն հայ պատմիչները։ Եթե հնարավորություն ունենաք հետևել մեզ այս միջոցառումներին, դուք նաև տեղյակ կլինեք եւ կիմանաք ինչու եւ ոնց
հայոց թագավոր Կիլիկիայի հետում առաջինը իր այցի ժամանակ Չինաստանում, ինչ էր այնտեղ հետաքրքիր իր համար հայտնաբերեց եւ ինչով Կիլիկիան թագավորությունը պարտական է ուրեմն չինական ռազմական ուժերին եւ ինչպիսի հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել։ Դուք նաեւ կիմանաք ինչու 1600 թվականին եվրոպացի պիլիգրիմները, ճիվզիտները հագել են հայ վաճառականների շորեր, որ իրանց թույլ տան, որ իրանք մուտք գործեն Չինաստան։ Փաստորեն հայերը այնքան հարգված եւ այնքան հայտնի են եղել Չինաստանում, որ իրանք եվրոպացիները ստիպված են եղել դիմել այդ հնարքին, որ թույլտվություն ստանան մուտք գործելու եւ անարգել երթևեկելու Չինաստանով։ Մենք երևի հաճելի կզարմացնենք նաև նրանց, ովքեր կայցել են այդ միջոցառումները, պատմելով նրա մասին, որ 1900 թվականին ուրեմն հայ գործիչ Խաչիկ Աստվածադրյանը, որը նաև հայտնի է Պոլ Չադեր անունով, ստացավ Հոնկոնգի կառավարությունից պարգև եւ միջև օրս Հոնկոնգում կան փողոցներ, երկու փողոց, որոնք կոչված են այդ հայ մարդու անունով։ Իդեպ նշեմ, որ իր գումարներով կառուցված է Հոնկոնգյան նավահանգիստի մի մասը, որը մինչ այժմ գործում է, իսկ հնդկական հայկական համայնքը մեծամասամբ օգտվում է հոնկոնգյան բանկերում դրված գումարների շնորհիվ եւ այսօր դրանով է գոյանում։ Շատ հետաքրքիր է Հայաստանի առաջին հանրապետության ժամանակվա ուրեմն փոքր թեկուզ հատվածը, երբ ուրեմն Չինաստանի հայ համայնքը, որը այդ ժամանակ կազմել է մոտ 3500 հոգի, նշված էին միայն հայտնի եւ մեծահարուստները, պատրաստակամություն է դրսևորել օգնել հայ բանակին եւ առաջարկել է ուղարկել բանակի համար զգեստ, թեյ, ինչպես նաև առաջարկել է քննարկել հարց աշխատուժ Չինաստանից Հայաստան բերելու համար, արագ շինարարությունը ապահովելու համար, երկրի կառուցումը։ Շատ հետաքրքիր արձագանքներ այսօր կարելի է դիտել եւ պատմականորեն այդ ուրվագիծը մենք տանում ենք դեպի մեր օրերս։ Չինաստանը ունի Սինջան պրովինցիա, որը բնակեցված է բնիկ թուրքացեղ ազգով, որոնք կոչվում են ուйգուրներ, դա փաստորեն թուրքերի բնորանն է, այնտեղից են եկել թուրքերը մեր տարածաշրջան եւ խառնվելով այստեղի ուրեմն այս արեալի ժողովուրդների հետ, հայերի հետ առաջնային սլավոնների հետ, վրացիների, հույների հետ ստացել են այսօրվա կերպարը։ Եթե դուք ուզում եք տեսնեք ինչպիսին են նրանք եղել մինչև գալը, դուք պետք է անպայման այդ պրովինցիան այցելեք ու այնտեղ գոյություն ունի տերորիստական խմբեր, որոնք ֆինանսավորվում են Թուրքիայի կառավարության կողմից եւ դրանով իսկ Չինաստանը հնագույն ժամանակներից սկսած մինչև օրս հանդիսանում է ամենախոշոր եւ ամենաազդեցիկ պանթուրքիզմի դեմ պայքարող պետությունը, որը ըստ ինձ ավտոմատիկ պետք է որ դարձներ Չինաստանին Հայաստանի համար ստրատեգիկ գործընկեր, բայց արի ու միտես, որ դա ուրեմն ընդհանրապես կամ քիչ հայտնի է, կամ ընդհանրապես չի օգտագործվում մեր քաղաքական ուրեմն բաների կողմից այրերի։ Ուրիշ շատ հետաքրքիր հանգամանք է, ինչով կարող է Չինաստանը շատ հայերի համար գրավիչ լինել այսօր, դա նա է, որ Չինաստանը հայտարարեց նոր Մետաքսի ճանապարհի ստրատեգիա, դա հոկտեմբերին էր 2013 թվականի, Սին Ցզինպինը հայտարարեց դրա մասին, եւ իրանք 40 միլիարդ դոլար հատկացրել են այդ ֆոնդին
որից օրինակ Վրաստանը շատ ակտիվ օգտվում է եւ մոտ 4 միլիարդ դոլար արդեն Վրաստանում ներդրումներ են կատարած այդ շրջանակներում եւ կառուցվում է երկաթգիծ Թիֆլիսի շրջանցելու բազմաթիվ տունելներ են վերանորոգվում, օրինակ Ռոբոտյան տունելը, ուրեմն բազմաթիվ էլեկտրոկայաններ կառուցվում են եւ դա շատ հետաքրքիր կլիներ, եթե մենք արդեն մոտ 10 տարի խոսում ենք Իրան եւ Հայաստան երկաթգծի մասին, շատ հետաքրքիր կլիներ, որ մենք խոսքերից անցնեինք գործի եւ քանի որ բացի Հայաստանից ստացվում է, որ բոլորը համաձայն են, որովհետեւ Չինաստանը համաձայնվեց ֆինանսավորել այդ պրոյեկտը, եթե այդպիսի առաջարկ ստանա, Ռուսաստանը համաձայնվեց ուրեմն օրգանիզացիոն ինչ-որ հարցերի վերաբերյալ, Պարսկաստանը ասաց, որ ինքը իր մասը կկառուցի, իսկ Հայաստանը 10 տարի հետո մեկ է որոշեց, որ վերջերս ես իմացա լրատվամիջոցներից, որ ոչ թե Մեղրից դեպի Սևան է կառուցվելու երկաթգիծը, դեպի Գագարինը, այլ ուղի է ընտրում եւ հիմա նայելու են այդ տարբերակը։ Ինձ թվում է ահագին այդ պրոցեսները երկարում են եւ ըստ ինձ շատ ավելի արագ մենք պետք է այդ բացթողումները փորձենք լուծել այն հնարավորությունների շրջանակներում, որը մեզ տալիս է Չինաստանը։ Իդեպ վերջինը, որը ես կուզենայի նշեի, դա այն է, որ մենք չենք կարող չճանաչելով մեր ներդրումը եւ մեր պատմությունը, կոնկրետ օրինակ հայ-չինական այդ շրջանակներում մենք չենք կարող լավ հասկանալ ոչ մեր դերը աշխարհում, ոչ էլ այն հնարավորությունները, որոնք մենք ունենք։ Դրա համար սկզբից ես կոչ կանեի բոլորին ավելի լայն պարզաբանել այս միջոցառումները, որ ուղղակի հասարակ մարդիկ ավելի տեղեկացված լինեն եւ ավելի շատ իմանան մեր պատմության մի մասին վերաբերյալ։ Ներողություն, մենք հարց տամ ձեզ։ Դուք ասացիք, որ այս հայ-չինական մշակութային փառատոնը որ երրորդ տարին է որ անցկացվում է, ու փետրվար ամսին է լինելու, բայց քանի օր է լինելու։ Դա անցկացվելու առաջին անգամ մենք նշեցինք դրա մասին փառատոնը։ Մենք ասեցինք, որ կլինի ավանդական փետրվարին, որովհետև նոր տարին չինական փետրվարին է, Գարնանտոն է կոչվում։ Եվ ինձ թվում է պարոն Չոբանյանը հստակ ասեց, որ ամբողջ փետրվարը մենք մի քանի միջոցառումներ կունենանք։ Հրավիրատոմսներ, որտեղ ես ասացի, ամեն մի հրավիրատոմսը մի միջոցառում հրավեր կա։ Այսինքն 6 միջոցառում է, 8-ից 25-ը։ 8-ից 25-ը։ Ու սա գրված է, օրերը, տեղերը, որտեղ անցկացվելու, բացի առաջին միջոցառումից, որտեղ լրացիչ ասում են, որ առաջին միջոցառումը լինելու է էլի ճարտարապետների միության շենքում։ Շատ լավ, կազմակերպում է ավանդական ուժի ֆեդերացիան։ Խոսենք ինչ սպորտային մասով։ Կարելի է մենք անդրադառնալ լավ կազմակերպում ոչ թե ավանդական ուժի ֆեդերացիան, այլ կազմակերպում է Հայաստանի ավանդական ուժի ֆեդերացիան, Սանգուան առողջարարական կենտրոնը եւ չինական գիտության եւ մշակույթի կենտրոնը։ Ես ուղղակի կուզենայի, որ նաեւ այն մասով, որտեղ որ մատուցելու է իր աշխատանքը այս միջոցառման ժամանակ Սանգուան առողջարարական կենտրոն, ես կուզենայի, որ իր գործընկեր ասեր, Ռոբերտ Արթունյանը նախ ուշուի միջազգային կարգի սպորտի վարպետ է, ուշուի վաստակավոր մարզիչ է, ունի ուրեմն ուսուցանել է Շենյանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում, ունի բավական ուժ գիտելիքներ ավանդական եւ ոչ ավանդական չինական բժշկության ոլորտում, նաեւ հանդիսանում է Սանգուան առողջարարական կենտրոնի հիմնադիր։ Եվ այն մասը, որը մատուցվել է Սանգուան առողջարարական կենտրոնի մասը, ես կուզենայի, որ նաեւ Ռոբերտը ներկայացնի, որ մենք ձեր հարցին պատասխանենք։ Եվս երկու խոսք նպատակի եւ ընտանեկան թե ինչպես առաջացավ նման միջոցառում անելու։ Իհարկե շատ բավականին ծավալ ձևով ներկայացրեցին
Գաղափարը հիմնականում այո Չինաստանի և Հայաստանի մշակութային նմանության ընդհանրությունների մասին է և պատմական հնության հասարակ մի հատ բան ուղղակի օրինակի համար ասեմ, թեյ երևույթը, որ ինքը չինական ծագում ունի եւ այն սխալ մոտեցումը մարդկանց մոտ, որ ցանկացած բույսի թույլ անվանում են թեյ, դա իրականություն չի, թեյը դա մի տեսակի բույս է եւ բոլոր տարատեսակները բույսի տարբեր ձևի մշակումից է պայմանավորված։ Դեպի արևմուտք ինքը երկու ճանապարհով է տարածվել։ Առաջինը դա մոնղոլների կողմից է եւ բոլոր այն տարածքները, որ մոնղոլներն են տարել թեյը եւ ծանոթացել թեյին, անվանում են չայ բառից է, բառն է որոնք կան, մերձավոր արևելքը Ռուսաստանը հիմնականում չինական պեկինյան կուտունգվա դիալեկտով թեյին անվանում են չա։ Բոլոր այն երկրները, որոնք որ Չինաստանի հարավից անգլիացիներն են տեղափոխել, որտեղ հիմնականում անգլիացիներն են տեղափոխել Հնդկաստան եւ Հնդկաստանից հետո Անգլիա, այնտեղ մշակվել, բոլոր այն երկրները, որոնք ծանոթացել են թեյի հետ անգլիացիների շնորհիվ, ուրեմն դա Չինաստանի հարավային նահանգներից է, որտեղ դիալեկտը կուանտումյանն է, որը թեյին անվանում են թե։ Եվ այդ թի հասկացող արտահայտությունը եւ եվրոպական ժողովուրդների մոտ այդ անվանումը գալիս է այստեղից։ Հայերը առանձնահատուկ են, հայերի մոտ թեյ չի եկել, մոնղոլների կողմից չի եկել անգլիացիների շնորհիվ։ Հայերը շատ ավելի վաղ շրջանում են թեյի հետ ծանոթացել, դա նույնպես մետաքսի ուղին է, որի սկիզբը Չինաստանի Յունան նահանգից է սկսվում եւ այդ իսկ պատճառով մենք թեյ ենք անվանում այն ձևը, ինչը որ Չինաստան հարավային դիալեկտում է։ Հաշվի առնելով բոլոր այս նմանություններն ու ընդհանրությունները, այս հարց առաջացավ, խնդիր առաջացավ, որ մի կողմից ներկայացնել ժողովրդին այն, ինչից կարող ենք օգտվել, այսինքն այն գիտելիքը, որ չինացիք հազարամյակների ընթացքում կրում են եւ դա բավականին լավ զարգացած է մեր մոտ, բավականին լավ աղբյուրներից մենք սնվում ենք, ունենք գիտելիք եւ կարող է դա մեր ժողովրդին ինչ-որ չափով որոշակի օգնություն ցույց տալ, ուրեմն առողջարարական մարմնամարզությունից մարտավեստ, վերջացած բժշկություն եւ ընդհանրապես մշակույթի ցանկացած ոլորտ, այն ինչով մենք զբաղվում ենք։ Բնականաբար առաջին խնդիրը մարդկանց օգնել եւ կիրառել չինական մշակույթի գանձերը մեր օգտին։ Մյուս կողմից նաեւ արդեն այն ինչի մասին արդեն խոսվեցին, այդ նմանությունը, այն ինչը որ մենք ի սկզբանե շատ վաղուց ունեցել ենք ուղղակի դրա մասին չի խոսվում, այսինքն այս երկու տեսանկյունից ինքը մեր համար շատ կարևոր է եւ սա հանդիսացավ նման միջոցառման կազմակերպմանը։ Հիմնականում մենք ներկայացնելու ենք չինական երկարվեստ, պարարվեստ, չինական մարտարվեստը եւ ամեն ինչը զուգահեռներ է կարելի հայկականի եւ չինական մարտարվեստի աղբյուրները, ակունքները նույնն են ինչ-որ հայկական պարերի ակունքներն են։ Շատ հաճախ ինձ հարց են տալիս ինչու հայերը արդյոք չեն ունեցել մարտական մարտարվեստ եւ մարտական մարտարվեստի զարգացման դպրոցներ։ Տարբեր մոտեցումներ կան, իմ անձնական մոտեցումն այն է, որ հայերը դրա կարիքը ուղղակի չեն ունեցել։ Սովորաբար հասարակությունների պես ձևավորվող երևույթները ունենում են իրենց օբյեկտիվ պատճառները։ Հայերը լինելով շատ ուժեղ եւ ունենալով հզոր մարտական պարեր, իրանք ոգին ուժեղացել են, այսպես եթե կարելի ասել պարերով, ֆիզիկական ուժեղացման հնարքներ դրա կարիք ուղղակի չեն ունեցել։ Չինացիք լինելով ավելի փոքրամարմին, ֆիզիկապես ոչ այդքան ուժեղ ոնց որ մենք ենք եղել, իրանց մոտ խնդիր կա ավելի ստեղծել որոշակի մենամարտային ձևեր իրենք պաշտպանվելու համար։ Եվ միևնույն ժամանակ մարտարվեստների չինական մարտարվեստների հիմքում նորից ընկած է տիսական պարերը, գործողությունը շատ ավելի վաղ շրջանում բնականաբար, բայց զարգացում որպես այդպիսին տիսական պարերն են եւ միջոցառման ժամանակ մենք ներկայացնենք այդ տապը։ Նման շատ խնդիրներ, ինչպես Տիգրան Չոբանյանը նշեց, հիերոգլիֆների գեղագրությունը եւ հայկական տառերի գեղագրությունը, հիերոգլիֆների նշանակությունը, բաղադրությունը եւ հայկական տառերի սիմվոլիկան, այդ գծերը դրանք պատահական չեն, խոսքը բնականաբար